Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Լրագրողներ, սիրելի հայրենակիցներ, անհայտ կորածների սիրելի ընտանիքներ, գիտեք, այս հարցերը մեծագույն կարևորության հարցեր են, անհայտ կորածների բռնությամբ անհետացած մեր տղաների մասին այսպես խոսելը մի կողմից մեծ ցավ է պատճառում եւ մենք ամեն ինչ կտայինք, որպեսզի նման առիթ ու հնարավորություն երբեք չունենայինք։ Բայց սրանք նաեւ կոնկրետ այս հարցերը կոնկրետ ճակատագրեր են, կոնկրետ մարդկանց մասին է խոսքը եւ ամեն անգամ ես հիշում եմ մի քանի շատ դեպքեր, որոնք իսկապես ցույց են տալիս, թե որքան մենք պետք է ուշադիր ու հետևողական լինենք այս բոլոր հարցերի նկատմամբ։ Ես ընդհանրապես ասեմ օրինակ 1-2 օրինակ, որ շատ են դրանք հիշեցի, բայց ես շատ լավ հիշում եմ օրինակ մի դեպք, երբ նոր էր պատերազմը ավարտվել եւ անհայտ կորած մեր հերոս տղաների ընտանիքները չգիտես որտեղ գնային, անորոշության մեջ էին հատկապես, անընդհատ փնտրում էին լուծումներ, տեղեկություններ։ Շատ լավ հիշում եմ մի դեպք, երբ ծնողներից մեկը, հայրը, նախապես ընդունելություն պետք էր ներ քննարկեին համատեղ հանդիպում, իր տիկնոջ հետ միասին, հայրը եկավ նախապես եւ խնդրեց, ասաց, որ խնդրում եմ ձեզ, երբ տիկնոջս հետ հանդիպեք, մի ասեք տիկնոջս, որ դեռ տղան անհայտ կորած է, որովհետեւ շատ ծանր կտանի տիկինը եւ առողջության համար շատ եմ անհանգստանում։ Շատ լավ հիշում եմ իմ ծանր հոգեբանական ապրումները, երբ նստած ես դիմաց հետ նստած է մայրը, որ չես կարողանում, չգիտես ինչ խոսել, որովհետեւ նախապես հայրը խնդրել էր ոչ մի բան չասել դեռ եւ ասել էր, որ ինքը ձևը կգտնի ասելու։ Կամ որքան շատ են, ես շատ լավ հիշում եմ ընտանիքներ, մինչև հիմա էլ ցավոք սրտի նրանք այդ վիճակում են, որքան շատ են սպասում տեղեկության իրենց տղայի մասին։ Գիտեք, ինչքան էլ կյանքը մենք բոլորն ասում են կյանքը շարունակվում է եւ պարոն Մուրադյանը, պարոն Հովսեփյանը շատ ճիշտ նշեցին, որ այս հարցերը հնարավոր չէ մոռանալ եւ որքան էլ ասեն կամ տպավորություն լինի, որ մենք մոռացության ենք հանգարց մատնել, մեր անհայտ կորածների ընտանիքները, մայրերը, հայրերը, նրանք միշտ են ապրում այս սպասումով, նրանց միշտ պետք է տեղեկություն որդու մասին, ինչ փուլ է, ինչպես նրանք շարունակեն ապրել եւ այս ամենը մեզ պետք է պարտավորեցնի, այո, որպեսզի մենք ոչ միայն նրանց մասին հոգ տանենք, որ ամբողջ տեղեկատվական համակարգը աշխատի հատուկ նրանց համար, այս իրավապաշտպան համակարգը, պետությունը պետք է գիշեր ցերեկ ուղղակի ամեն ինչ անի, ամեն բան անի, որովհետեւ եթե մենք այս կարևորագույն հիմնարար հարցերին լուծումներ չենք տալիս, ապա անիմաստ է ընդհանրապես խոսել խաղաղության գործընթաց եւ այլն, որտեղ խաղաղությունը չի կարող անտեսել մարդու իրավունքները։ Այսօր օրինակ ես մի քանի կոնկրետ հարցի արդեն միջազգային անդրադառնամ։ Այս հարցերն այնպիսին են եւ նաեւ Ադրբեջանի վերաբերմունքը մենք պետք է ամեն ինչ անենք, որ Ադրբեջանը չկարողանա այս հարցերով մեզ մանիպուլացնի եւ 1000 ներողություն վաճառի հետո նման հարցերը մեր վրա։ Տեսեք, Վաշինգտոնում կնքվեց, նախաստորագրվեց խաղաղության համաձայնագիր։ Այդտեղ ամրագրված է ընդհանրապես, որ կողմերը հասցեագրում են անհայտ կորածների մասին այդ դեպքերը եւ բռնությամբ անհետացումների դեպքերը եւ ասում է հարկ եղած դեպքում ուղղակիորեն կամ հարկ եղած դեպքում միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ նրանց վերաբերյալ տեղեկություններ փոխանակելու միջոցով։ Այս հարցը ոչ միայն շատ թույլ ձևակերպում է, ինչ է նշանակում հարկ եղած դեպքում միջազգային կազմակերպությունների միջոցով։ Հələ մի հատ էլ ամրագրում է, ասում է մանրամասները կբանակցվեն առանձին համաձայնագրով ու կհամաձայնեցվեն։ Նորից էլի անորոշ դրույթով թողնում է հետագային, անհասկանալի է մնում, թե այդ ինչ համաձայնագիր է լինելու, երբ է բանակցությունները տեղի ունենալու, ինչ պայմաններով են բանակցություններ լինելու։ Մինչդեռ անհրաժեշտ էր ինչ անել։ Գոյություն ունի հստակ ՄԱԿ-ի մեխանիզմ։ ՄԱԿ-ի կոնվենցիա գոյություն ունի կարևորագույն բռնությամբ անհետացած բոլոր անձանց պաշտպանության մասին։ Այդ կոնվենցիան ունի կոմիտե,
Կոմիտեն նախատեսում է շատ լուրջ պարտավորություններ կողմերի համար, մասնավորապես Ադրբեջանի համար, քրեականացնել արարքներ կոնկրետ, հատուկ հրատապ խնդրանքների կամ քննության մեխանիզմ է նախատեսում։ Լուրջ պարտավորությունները դնում ուժային կառույցների վրա, անվտանգության մարմիններ, ոստիկանություն, պետության վրա է լուրջ պարտավորություններ, պարբերաբար զեկույցներ ներկայացնել, եւ Հայաստանը ստանում է միջազգային վերահսկողության հնարավորություն այս հարցերի նկատմամբ։ Իսկ հիմա ինչ, շատ ճիշտ նշվեց, Ադրբեջանը այսքան իր Արցախի տարածքում իր համար կառուցում է ճանապարհներ, շինարարություն է անում եւ այլն, մենք ինչ զանգվածային արտաշիրմում է հայտարարել, չէ, իրականացնում է արտաշիրման դեպքերն, բայց մենք ինչ գիտենք, ովքեր են այդ արտաշիրմվող մարդիկ, հայեր են, հայեր չեն, որ դեպքերի հետ են կապված, ինչ է հետո մեզ պահանջներով բերելու առաջադրելու։ Մենք չունենք միջազգային վերահսկողության այսօր մեխանիզմ, որ այդ մեխանիզմով մենք կարողանայինք Ադրբեջանից պահանջներ ներկայացնել եւ ուզել այդ պահանջները, որովհետեւ իսկ երկկողմանի դեպքում ինչու չի ստացվում, որովհետեւ Ադրբեջանը ամեն ինչ միշտ արել է միջազգային հանրության աչքից մեկուսացնելու համար, առանձնացնելու համար այս նման բոլոր հարցերը։ Տեսեք ինչ է անում։ Ձեր կարծիքով կամ որևէ մեկը կասկածում է, որ Կարմիր խաչը փակելը, ՄԱԿ-ի կառույցները փակելը, ՄԱԿ-ի զարգացման գործակալությունը, փախստականների հարցերով Գերագույն հանձնակատարի գրասենյակը, բնակչության հիմնադրամը եւ այլն։ Պատահական չի անում, նրանք միշտ մեկուսացրել են, ամեն ինչ արել են, որ մեկուսացնեն միջազգային հանրությունից այս բոլոր հարցերը։ Որովհետև հետո կարողանան նաև հետո մանիպուլյացիաներ են անում, բայց տեսեք ինչ են անում, այդ արտաշիրումներ, որ հայտարարել են, հետո պահանջներ են մեր նկատմամբ ներկայացնում 90-ական թվականներից սկսած, միջազգային մեխանիզմները իրենք չեն դիմում, չեն վավերացնում այդ պայմանագիրը, միջազգային պայմանագիրը կոմիտեի տակ չեն ընկնում, պարտավորություններ չեն ստանձնում, հետո բերում ամբողջը մեզ են առանձին ներկայացնում։ Եվ հիմա եթե մենք միջազգային վերահսկողությունը հանում ենք եւ կամ միջազգային վերահսկողությունը մեկուսացվում է, մենք ու եւ ամրագրում ենք միայն այս պայմանագրում, հետո եթե մենք գնանք միջազգային մարմիններին դիմենք, ասենք միջազգային մարմիններ մեզ օգնեք այս տեղեկությունները ստանանք եւ այլն, ասելու են, գիտեք ինչ կա, գնացեք այդ ձեր հարցերը կարգավորեք, առանձին նախատեսված է։ Իսկ նման բաները շատ կարևոր են եւ նաեւ ուզում եմ հատուկ նշել, որ այս գործընթացը այո շարունակական է, սա չունի ժամկետ, չեն կարող ասել ենթանանք 2 տարի եղավ, դե լավ 2 տարի հետո ավարտում ենք, սա շարունակական է այնքան ժամանակ մինչեւ ընտանիքները լիարժեք տեղեկություններ չստանան իրենց հարազատների ճակատագրի վերաբերյալ, այստեղ շեմը շատ բարձր է, չափազանց բարձր է եւ միջազգային մեխանիզմները մեզ այստեղ կարող են մեծագույն օգնություն ցուցաբերել, որ թույլ չտանք, որ Ադրբեջանը նման կերպ անգամ այս հարցերի, տեսեք, հումանիտար ամենահումանիտար հարցերն են, սրանից այն կողմ կարևորագույն հարց, մարդու ճակատագրի հարցը գոյություն չունի, չէ, չենք կարող հավանաբար գտնել, այն աստիճան ցավոտ, այն աստիճան զգայուն հարց է։ Ամեն ինչ անում են, որ մեկ քաղաքականացնեն, տանեն դիվանագիտության, միջազգային դիվանագիտության բնագավառ, որ մարդու իրավունքների հարցեր այստեղ այդ տեսանկյունից առաջ չքաշվեն, որ հետո կարողանան այս նման չարաշահումներ անել։ Եվ շատ կարևոր մեկ բան նաև ուզում եմ նշել, որ ընտանիքները ունեն կարևորագույն իրավունքներ, նրանք ունեն լիարժեք իրավունք ստանալու տեղեկություններ իրենց հարազատների, իրենց տղաների, իրենց հերոս որդիների մասին տեղեկություններ, վերջ, գտնվելու վայրի, պայմանների, ամեն ինչի մասին եւ դա, այո, չի հանդուրժում հետաձգում։ Չեն կարող ասել, գիտեք ինչ կա, 6 ամիս հետո կանենք։ Դե լավ, 6 ամիս հետո չարեցինք, 7 ամիս հետո կանենք։ Սա աստիճանական արդիականությունը իրենք փորձելու են իջեցնել, ամեն ինչ անելու են, որ իջեցնեն։ Եվ մենք պետք է ամեն ինչ անենք, այո, որպեսզի հանգարց նման բան տեղի չունենա, այս նաև մեխանիզմները հաշվի առնելով։